Ողջույն, հեռուստաթատրոնն այսօր ձեզ է ներկայացնելու հայ դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի բեմադրած օպերացիա Նեմեսիս ներկայացումը նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայերի փոքր Նյուրնբերգը Թուրքիայի ոճրագործ բարագլխից արդարության հույս է արթնացնում ցեղասպանված ժողովրդի հոգում։ Ցեղասպանությունից անցել է 110 տարի, սակայն արդարության հարցը շարունակում է մնալ հայ ժողովրդի գոյութենական պահանջը։ Այսօր առավել քան կարևոր է վավերագրել պատմությունը, այն փոխանցել հաջորդ սերունդներին, մեջբերելով պատմական արխիվներն ու վկայությունները, այսօր էլ հիշեցնել, որ հայ ժողովուրդը չի հրաժարվում իր պատմությունից եւ իր անցյալից։ Հայերի վրեժի մասին պատմող օպերացիա Նեմեսիս ներկայացումը ներկայացվել է եվրոպական եւ ասիական մի շարք երկրներում, անգամ Թուրքիայից է եղել առաջարկ, սակայն Նարեկ Դուրյանը կտրականապես մերժել է այն։ Թուրքիան այսօր էլ շարունակում է ժխտել հայոց ցեղասպանությունը, շարունակում է իր վայրագ քաղաքականությունը արդեն մեր տարածաշրջանում, սակայն ինչպես Դուրյանն է ասել, հայոց ցեղասպանության թեման չպետք է ներկայացնել լացի, այլ հերոսականության սկզբունքով։ Եվ այժմ մենք ձեզ առաջարկում ենք դիտել անհուսությունից դուրս գալու Արթնության Թելերյանի հերոսականության մասին պատմող այս քանչելի ներկայացումը։ (1915 թվական հունիսի 17 Կոստանդնուպոլսում գերմանական դեսպան բարոն Վանգենհեյմի Բետման Հոլվեգին ուղղված զեկույցից բացահայտ է, որ հայերի արտաքսումը ոչ միայն ռազմական միջոցառումների արդյունք է։ Ներքին գործոց նախարար Թալյատ Բեյը վերջերս բաց հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է օգտագործել համաշխարհային պատերազմը վերջնականապես դատաստան տեսնելու ներքին թշնամիների հետ։ Արտաքսման իրագործման ձևերն ու միջոցները վկայում են, որ կառավարությունը իրոք իր առջև նպատակ է դրել ոչնչացնել հայ ազգը Օսմանյան կայսրությունում։
Համաշխարհային պատերազմի ավարտից 2 տարի անց։ Բերլին 1921 թվական մարտի 15 Հարդենբերգշտրասե ժամը 11:00 50 մի տղամարդ դուրս գալով տանից ուղևորվում էր հերթական զբոսանքի։ Հանկարծ մի երիտասարդ մոտ 25 տարեկան արագորեն մոտենում է նրան, գրպանից հանում է ատղճանակը և գրավ։ Նշանը բռնված էր ճիշտ, մահը վարկենական։ Ամբողջի կողմից բռնված և դաժանորեն ծեծի ենթարկվող երիտասարդը անընդհատ վատ գերմաներենով նույնն է ասում. Ես հայ եմ, նա թուրք, ոչ մի վնաս Գերմանիա։ Ես հայ եմ, նա թուրք, ոչ մի վնաս Գերմանիա։ 2.5 ամիս անց Բերլինում սկսվում է Սողոմոն Թեհրերյանի դատավարություն։ Հանցավոր է արդյոք Սողոմոն Թեհրերյանը Թուրքիայի ներքին գործոց նախարար Թալատ Փաշային սպանելու համար։ Բայց այս հարցին պատասխանելու համար պետք է պատասխանել մեկ այլ հարց։ Իսկ պատասխանատու է իսկապես Թալատ Փաշան հայկական կոտորածների համար։ Ուրեմն, հանցավոր է, թե ոչ, պատասխանատու է, թե ոչ, այո, թե ոչ։ Դուք կխաղաք մեզ համար մեղադրողի դերը։ Դուք կխաղաք մեզ համար դատապաշտպանի դերը։ Դուք և դուք կլինեք ատենակալներ, վկաներ, քաղաքական գործիչներ կամ պարզապես անցորդներ։ Ես կմնամ այն ինչ կամ, ես կլինեմ բեմադրիչը, ես կլինեմ երևակայություն։ Իսկ դուք կլինեք իրականություն, փաստը, պատմություն, պատմաբան։ Հիշենք ևս մեկ անգամ Սողոմոն Թեհրերյանի դատավարությունը, այդ հայերի փոքրիկ և համեստ Նյուրնբերգը, որպեսզի ոչ ոք և երբեք նորից չկրկնի։ Ես հրամայեցի իմ ընտիր SS զորքերին անխնա ոչնչացնել թե ծերուկներին, թե կանանց և թե երեխաներին։ Ի վերջո, ով է հիշում այսօր հայերի բնաջնջումը։ Ադոլֆ Հիտլեր։ Դատարանի խորհրդական Շուլց, դարդմանիչը միանգամայն հանգիստ էր, մեղադրելի համար նա բերել էր քաղցրավենիք։ Երբ ես հարցրի ինչպես կարելի է մարդասպանին քաղցրավենիք բերել, նա պատասխանեց ինչ մարդասպան, մեզ համար նա մեծ մարդ է։ Մեծ մարդ։ Մեծ մարդ։ Ահա, մեծ մարդ։ Վրիժարու,
որ ետևում կանգնած է մի ամբողջ ժողովուրդ։ Պատերազմ։ Պատերազմ, այո, բայց այդ տարիների ծանր իրադարձությունների հուշը չպետք է ստիպի մեզ շեղվել հանցագործությանը և հանցագործին իրավաքրեական մոտեցում ունենալուց։ Լավ, վերցնենք Վիլհելմ Թելի օրինակ։ Գեսլերը ծաղրում և անարգում էր ժողովրդին։ Ստրկության դատապարտում նրան։ Ստիպում Վիլհելմ Թելին նետահարել իր հարազատ որդու գլխին դրած խնձորը։ Աշխարհի երդվյալ դատարաններից որ մեկը պիտի դատապարտեր Թելին կուսակալին գետին տապալելու համար։ Մարդ սպանելը գերմանական օրենքով պատժելի է։ Պատժելի անկախ նրանից թե ով է զոհը։ Դատավորը պարտավոր է ղեկավարել օրենքով, միայն օրենքով, քանի որ օրենքի գերադասությունը անվիճելի է։ Ի վերջո ինչ է դատախազի նպատակը։ Ստանալ հետևյալ հարցի պատասխանը։ Ամբաստանյալը սպանություն կատարել է, թե ոչ։ Իսկ ես ուզում եմ ստանալ մեկ այլ հարցի պատասխան։ Հանցավոր է արդյոք ամբաստանյալը սպանություն կատարելու համար։ Այո, կյանքից զրկված է մի մարդ, որ գտնվում է իր առնական լավագույն տարիքում և որի մահը ողբում են իր այրին և մտերիմները, և գոնե, որի իր դավանակիցների մոտ վայելում էր մեծ հայրենասերի և պատվավոր մարդու համբավ։ Մի մարդ, որը գոնե իր դավանակիցների մոտ վայելում էր մեծ հայրենասերի և պատվավոր մարդու համբավ։ Մերլան Զավերիֆատ, երիտ թուրքերի կառավարության գերանդուն գործիչներից։ Թուրքիե ինկլավիրեն եյուցը, լույս է տեսել հանակում 1929 թվականին։ Գաղտնի խորհրդակցություն Թալյատ Փաշայի նախագահությամբ, գործովանձիկ, ներքին գործոց նախարար Թալյատ Փաշա, պաշտպանության նախարար Էնվեր Փաշա, Հասարակական հրահանգների նախարար դոկտոր Նազիմ Բեկ, կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Բեայեդին Շակիր, հոգևոր հովիվ Հասան Թեյմի, 10 հոկտեմբերի 1914 թվական Կոստանդնուպոլիս։ Պետք է գործել արագ և վճռականորեն։ Հայերը վտանգավոր վերք են մեր մարմնին։ Սկզբում այդ վերքը անվնաս է թվում, բայց եթե ժամանակին չկտրվի փորձառու վիրագույժի ձեռքով, անպայման մահվան կհասցնի։ Այժմ պատերազմ է։ Այսպիսի հարմար առիթ այլևս չի լինի։ Հարկավոր է նրանց ոչնչացնել, մինչև վերջին մարդը։ Հնարավոր է, որ ձեզանից ոմանք դա վայրագություն համարեն։ Պարոնայք, չլինենք այդքան փափկասիրտ, դա վտանգավոր հիվանդություն է։ Ապա հարց տանք ինքներս մեզ, ինչի համար մենք գործեցինք այս հեղափոխությունը։ Ես չեմ ուզում մտածել, որ մեր նպատակն էր ընդամենը Սուլտան Համիդի մարդկանց քշել և նրանց տեղերը գրավել։ Ես դարձած էր զինակիցը, ընկերը, եղբայրը, որպեսզի թուրքիզմը վերածնվի։ Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի թուրքը, նույն թուրքը։ Հավատքի ինձ համար նշանակություն և իմաստ չունի։ Իմ կրոնը Թուրանն է, բան թուրքիզմը։ Եթե Մովսեսի պես մի խեղճուկրակ, Հիսուսի պես մի թափառական և Մուհամեդի պես մի որբ կարողացան առանձին մեծագույն կրոններ ստեղծել, ապա ինչու մենք, երիտ թուրքերս ուժեղ կամքի ու մեծ խելքի տեր մարդիկ չեն կարող ստեղծել ու տարածել Թուրանի կրոնն ու գաղափարը։ Թող Ալլահը ների քեզ այդ խոսքերի համար։ Խոջա Էֆենդի, այդ ինչ ես մրթմրթում քթիդ տակ։
Աղոթում ես։ Ավելի լավ է իմ գլխավերևում աղոթիր, որ գլխացավս անցնի։ Դոկտոր Նասով Բարնակ։ Հեղափոխությունը խղճահարություն չի ճանաչում։ Նա հետապնդում է իր նպատակը։ Եվ ջարդություն է անում իր ճանապարհին հանդիպող բոլոր արգելքները։ Մեր երկրում Օսմանցու վեհ անվան տակ ապրում են տարբեր ազգությունների մի խառնուրդ, որը եթե գիտականորեն մոտենանք չի կարելի պետություն կոչել։ Հայեր, գույներ, քրդեր, բուլղարացիներ։ Այսօր մեր երկիրը չունի իր ազգային դեմքը։ Այն նման է մի ախորի։ Այո, ախոր։ Եվ ինչպես սագը, բադը, խոզն ու ոչխարը ապրում են կողք կողքի առանց իրենց տեսակը փոխելու, այդպես էլ այդ ժողովուրդները ապրում են մեր երկրում, չփոխելով ոչ իրենց ազգությունը եւ ոչ էլ լեզուն։ Եվ առիթը բաց չեն թողնում, ճնշել թուրքերին, անջատվել մեզանից, նույնիսկ պահանջել մեր հողը։ Ինչպես վերջերս արեցին ալբանացիները։ Հիմա մենք կռվի մեջ չենք։ Հայ տղամարդկանց կուղարկենք ռուսների դեմ կռվելու։ Իսկ նրանց ետևից կրակ կբացեն մեր ուժերը։ Տանը մնացած ծերուկներին, կանանց ու երեխաներին մի ակնթարթում կվերացնեն մեր մոլերանտ հավատացյալները։ Իսկ սիրուն աղջիկներին կբաշխենք աջ ու ձախ։ Ամփոփենք։ Հայերի ոչնչացումը անհրաժեշտ է ինչպես ազգային քաղաքականությունը իրականացնելու, այնպես էլ թուրքերի տնտեսական գերիշխումը ապահովելու համար։ Բարոնեք։ Անցնենք քվեարկության։ Երկուամից Թուրքիայում մինչև և համաշխարհային պատերազմի ժամանակ 1919 թվական պայով կրակացության։ Որոշ ժամանակ անց հայերի նկատմամբ գործած դաշնակցությունների կրակությունները սկսեցին հասնել ամերիկյան դեսպանատուն։ Ես սկզբունքորեն իրավունք չունեի խառնվելու Թուրքիայի ներքին գործերի մեջ, բայց գալով, որ այլևս ի վիճակի չեմ լրել, որոշեցի խոսել Արիան Փաշայի այդ դեպքի շարժ։ Նա գործում էր հանգիստ ձևանալ և սիրալիր դիների հանդեպ, բայց նրա կարճ, կծկտուր խոսքերը և բուլդոգ շարը բնորոշ շահագործությունը վկայում էին, որ անիմաստ է դիմել նրա գթասրտությանը։ Իսկ ինչու եք դուք այդպես հետաքրքրվում հայերով։ Դուք հրեա, նրանք քրիստոնյա։ Բայց ես ձեզ դիմում եմ ոչ թե որևէ մի ազգի կամ կրոնի անունից, այլ պարզապես մարդկության անունից։ Չէ՞ որ դուք ինքներդ ինձ բազմիցս ասել եք, որ մտադիր եք Թուրքիան դարձնել առաջադիմական, զարգացած երկիր։
Սակայն ձեր մոտեցումը հայկական հարցին ձեզ ոչ մի կերպ թույլ չի տա հասնել այդ նպատակին։ Ընդհակառակը Նախ հայերը հարստացել են թուրքերի հաշվին։ Երկրորդ, նրանք անընդհատ ուզում են ազատվել մեր տիրապետությունից։ Եվ երրորդ, նրանք բացեիբաց անցան մեր թշնամու կողմը, ռուսների։ թույլ տվեք, բայց ձեր Պետք փաստարկները չէ պատճառաբանել։ Հայերի 3-րդ արդեն տեղահանված է։ Հայ չկա, ոչ Բիթլիսում, ոչ Վանում, ոչ Էրզրումում։ Լավ, ենթադրենք մի քանի հայ դավաճանել են ձեզ։ Բայց չէ որ դա առիթ չի կարող ծառայել մի ամբողջ ազգի ոչնչացման մասին որոշում ընդունելու համար։ Ստիպել, տարապել տալ անմեղ կանանց, երեխաներին։ Հարգարժան պարոն դեսպան, իսկ մենք միտք չունենք տարբերություն դնել անմեղների և մեղավորների միջև։ Հասկացեք, դա բացարձակապես անհնարին է, քանի որ այսօրվա անմեղները վաղը մեղավոր կդառնան։ Հայերի հետապնդումները անընդունելի են Ամերիկայի համար։ Եթե դուք ցանկանում եք, որպեսզի Միացյալ Նահանգները ընդունեն ձեզ իբրև իրավահավասար բարեկամի, ապա ձեր գործողությունները պետք է հիմնվեն մարդասիրական սկզբունքների եւ ոչ թե ազգային տարաձայնությունների վրա։ Չէ՞ որ պատերազմի ավարտից հետո դուք կհայտնվեք շատ նրբանկատ վիճակում։ Դուք ստիպված եք լինելու պատասխան տալ մարդկային հանրությանը։ Իսկ ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այս զանգվածային սպանությունները եւ կոտորածի բոլոր կազմակերպիչներին կնշանակի հանցագործ բառով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երբ 1975 թվականի ապրիլի 8-ին House of Representative-ը բանաձև է ընդունում ապրիլի 24-ը անմարտկության օր անվանելու մասին, հայերի կոտորածի ճանաչումը Միացյալ Նահանգներում թվում է արդեն իրականացած փաստ։ Սակայն 1982 թվականի ապրիլին պետական դեպարտամենտը հայտարարում է, որ բավական հիմնավոր եւ ծանրակշիռ չի համարում այն պնդումը, թե Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կարելի է բնութագրել որպես կոտորած։ Այդ ժամանակ 1984 թվականի սեպտեմբերի 24-ին House of Representative-ը ընդունում է նոր նախաձև եւ փորձում է դրա ճանաչումը ստանալ Սենատում։ Թուրքիան բուրըն կերպով բողոքում է։ Չեղյալ է հայտարարում Boeing ընկերության հետ $600 միլիոն աջակցությամբ համաձայնագիր, սպառնում է փակել իր տարածքում տեղադրված ամերիկյան ռազմական բազաները։ Արդյունքում 1990 թվականի փետրվարին ամերիկյան սենատը երկրորդ անգամ հրաժարվում է ճանաչել ապրիլի 24-ը հայկական ցեղասպանության օր։ Հարգարժան պարոն դեսպան, մեր որոշումը վերջնական է, ոչ ոք և ոչինչ չի կարող մեզ ստիպել փոխելու այն։ Մենք չենք ուզում այլևս հայերին տեսնել Անատոլիայում, թող ապրեն անապատում, միայն անապատում։ Պարոն դեսպան, խոստանում եմ, որ մի գեղեցիկ օր մենք անպայման կզրուցենք հայկական հարցի շուրջ։ Բայց այդ օրը երբեք չի գա։ Անտանտան տապալում է երիտ թուրքերի կառավարությունը։ Դաշնակիցների ճնշման տակ Կոստանդնուպոլսում սկսվում է դատավարություն։ Մեղադրյալների նստարանին են նախկին կառավարության անդամները, որոնք մեղադրվում են ինչպես քրիստոնյա հայրենակիցների դեմ հանցագործություններ կատարելու, այնպես էլ Թուրքիան պատերազմին ներգրավելու մեջ։ Երիտ թուրքերի կառավարության բարձրաստիճան անդամներ Թալյաթը, Էմվերը, Նազմը եւ Շաքիրը գերմանական նավով փախչում են Օդեսա եւ այնտեղից Բերլին։ Փախչում են Օդեսա, այնտեղից Բերլին։ Անցնում է 2 տարի։ Արևելյան Հայաստանում տիրում են բոլշևիկները,
արևմտյանը դատարկված է, իսկ Եղեռնի կազմակերպիչները անպատիժ։ Բեռլին 14 մարտի 1921 թվականին Հարդենբերգ փողոցի տներից մեկում համեստ եւ մեկուսացած կյանքով իր կնոջ հետ ապրում է Թուրքիայի ներքին գործած նախկին նախարար Թալյատ Փաշան, որը թաքնվել է Բեռլինում Ալի Սալիբեյ անունով։ Դժվար չէ պատկերացնել երբեմնի ամենազոր այս մարդու Թալյատ Փաշայի հոգեկան վիճակը Բեռլինում։ Իր հայրենիքում ռազմական տրիբունալի կողմից դատապարտված մահվան, բայց ավելի սարսափող աշխարհով մեկ նրան որոնող հայերի վրեժից։ Երկում է, ինչ լավ էր երկում է, ուրեմն կուշտ է, իսկ երբ կուշտ ես, լավ ես երկում։ Ի, քեզ ինչ է պատահել, կողակիցս։ Փաշա, իմ Փաշա, ես կուր չեմ, ամեն ինչ տեսնում եմ, թե ինչպես ես տանջվում ու տարապում ուտերության մեջ, որտեղ այն Փաշան, որով ես այդքան հպարտանում էի ժամանակին, երբ մենք հայրենիքից փախանք, այո Փաշա, փախանք, գիտեմ Փաշա, գիտեմ, որ կորցրել ենք ամեն ինչ, բայց դու Փաշա, դու գոնե հուշեր ունես, հարավոր հուշեր, իսկ ես ինչ է իմ անցյալը, ճիշտ է, ես Թալյատի կինն էի, բայց միշտ լքված, միշտ մենակ, միշտ ստվերում, չէ որ իմ հուշերը նոր են ծնվելու, մեր համատեղ կյանքի երջանկությունից։ Այո, Փաշա, ես ուրախ եմ, ես երջանիկ եմ, որովհետև քեզ եմ գտել նորից, վերջապես դու իմն ես, իմ կողքին, միայն իմը։ Պիսո, որտեղ ես, Պիսո, Պիսո, կուտեիր, չէ, իհարկե կուտեիր, որովհետև նա երգում է, իսկ դու մլավում ես։ Միշտ ջրային, միշտ մռայլ, միշտ նույն տեղում, նույն բասկաթոռին, Դամոկլյան սրի տակ, կարծում ես, չեմ հասկանում։ Ով էր, այն երիտասարդ բժիշկը, ինչի մասին էիք միջանցքում մեկ շա, պասպասում, չլինի թոքևիս մեջ վտանգավոր բան կա, կաց, տեսա, դեղերի ժամը չխախտես, այս մեկը ճաշից առաջ,
Իսկ այս մյուսը, կեսան հետո, Գերմանիա, հիշողություններ, համատեղ կյանք, դեղեր, սեր, հիմարկին։ Ասմես փոխվել եմ, ոչ, իմ էջվացից չի փոխվել ոչինչ, պարզապես ես դեռ չեմ հասել այն օրին, բարեբախտաբար, որ միայն քեզ համար ապրեմ։ Ես դեռ իմ վերջին խոսքը չեմ ասել։ Արթնացիր վերջապես, Փաշա, բացար աչքերդ, ամեն ինչ վերջացավ, պատերազմ, փառք հաղթանակներ, ազգի հերոս, անցավ գնաց, մնաց կին և ամուսին։ Ոչ, սխալվում ես, մնաց Փալիաթ և մերցն Թուրքիա, ես հավատում եմ իմ բախտին։ 1980 թվականի մայիսի 30-ի Միլլետ օրաթերթի համարում Թալիաթի 80-ամյա այրին հարցազրույցի ժամանակ ասում է. «Մի անգամ առավոտյան ամուսինս ինձ ասաց, անհնար է, որ ես մեռնեմ անկողնում։ Ինձ անպայման կսպանեն կամ անգլիացիները, կամ հայերը»։ Պիսո, որտեղ ես, ուզում ես, զանգուլակներդ հանեմ, մտքովդ չանցնի, ես պետք է իմանամ, թե դու որտեղ ես։ Երբ ես գալիս, երբ ես գնում, հատկապես գիշերները։ Փաշա, դու վախենում ես։ Ինչ։ Վախենում ես, Փաշա, ես թվում է վախենում ես։ Դուրս գալիս։ Դու վախենում ես, Դուրս Փաշա։ գալիս, Փաշա։ Ճիշտ նույն փողոցի վրա Թալիաթ Փաշայի տան դիմաց տիկին Դիտմանի համեստ բնակարանում երկարատև թափառումներից հետո Կոստանդնուպոլիս, Սալոնիկ, Փարիզ, Ժնև և վերջապես Բեռլին ապրում էր մի հայ երիտասարդ Սողոմոն Թեհլերյան։ Ճիշտ Թալիաթ Փաշայի տան դիմաց տիկին Դիտմանի համեստ բնակարանում ապրում է մի հայ երիտասարդ Սողոմոն Թեհլերյան։ Քելելաո, քելերթանք նայեգի, քելելաո, քելերթանք նայեգի։ Սողոմոն, թույլ կտաս։ Ամեն անգամ, երբ լսում եմ, որ երգում ես, գալիս եմ ու ականջ եմ դնում դրան ետևում։ Լսում եմ ու փորձում եմ հասկանալ քո երգը, քեզ, քո մտահոգությունը։ Այսքան ժամանակ է դու իմ վարձակալն ես, բայց ես քո մասին ոչինչ չգիտեմ, ոչինչ։ Տանից դուրս չես գալիս, ընկեր չունես, ոչ էլ ընկերուհի։ Ինչպես կարելի ամբողջ օրը չոր հաց ու պահածով։ Եվ արժեր դրա համար Գերմանիա հասնել։ Լռում ես։ Տանջվում։ Թաքցնում ինչ-որ բան։ Ինչ-որ սարսափելի մի բան։ Դժվար է, որդիս։ Դժվար։ Ամենամեծ ցավիդ մեջ անգամ խոսակից է հարկավոր։ Դու խոսիր Սողոմոն, խոսիր, ես քեզ սիրով կլսեմ։
Խոսիր, դատարկվիր, պատմիր, որտեղից ես, որտեղ է քո տունը, որտեղ է հայրենիքդ, Սողոմոն։ Որտեղ է հայրենիքը, Սողոմոն։ Որտեղ է հայրենիքը, Սողոմոն։ Հայաստանում, բարձրանցը հայրենիք, բնության ստեղծած այս երկրի ամբողջը կատարված է լինելով անհնարին եւ հարավար Աստված է որոշել, որ ոչ թե այստեղ ապրողները պետք է տնօրինեն այս հողը, այլ հողը պետք է որոշի նրանց ճակատագրին։ Այսպիսով ինքը աշխարհագրությունն է կամ որոշել հայերի պատմությունն ու բնակությունը, ազգասեր, պարտադրված մշտապես պաշտպանվելու, բարդվելու, որպեսզի նորից ու նորից վերածնվեն։ Եվ ինչպես բազմաթիվ հին ժողովուրդները հայերը նույնպես կարող էին անհետանալ, կորչել, դառնալ պատմական ուժ, փոշի, բայց ոչ, նրանց հաջողվում էր ողջ մնալ, պահպանել իրենց լեզուն և իրենց կրոնը, տարօրինակ ժողովրդի, տարօրինակ ճակատագիր, իր դերմով։ Հայրենիք, ես հայրենիք չունեմ։ Խնդրում եմ ինձ այլևս հարցեր չտաք։ Լավ Սողոմոն, բայց գիտես, ես այսօր որոշեցի հոգալ քո մասին։ Դա արդեն իմ իրավունքն է։ Ինձ չի հետաքրքրում դու համաձայն ես թե ոչ։ Դու հիմա Գերմանիայում ես ապրում ու պարտավոր ես ենթարկվել մեր երկրի կարգուկանոնին։ Եվ հետո ինչ կասի մայրդ, եթե իմանա, որ մի անծանոթ գերմանուհի զլանում է փոքր-ինչ օգտակար լինել իր որդուն օտարության մեջ։ Մեծ մայրս ասում էր, որ պետք է ամեն մի Ես մայր չունեմ։ Ես մայր չունեմ։ Իմ բարի իմ անծանոթ գերմանուհի խնդրում եմ ինձ մենակ թողեք։ Չնեղանաք Իսուր Աստծո։ Եվ խնդրում եմ ինձ այլևս հարցեր չտաք։ Չէ։ Պետք չէ, պարզապես փորձեք հասկանալ ինձ։ Գնացեք, Տիկին Տիկնոն, գնացեք։ Հա, իմիջայլոց, ես ուզում եմ հետագա ամիսների վարձը տալ։ Բայց ինչ։ Խնդրեմ, վերցրեք, շատ շնորհակալ եմ, ամեն ինչի համար, շնորհակալ եմ Աստված ձեզ պահապան։ Գնացեք, Տիկին Տիկնոն, գնացեք։ Դու ինչ-որ տեղ ես մեկնում, Սողոմոն։ Գնացեք Տիկին Դիտման, ինձ հարցեր մի տվեք։ Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ լավ է։ Աստված ձեզ պահապան, գնացեք։
Օգնական եղիր Աստված։ Ուշ տուր ինձ, որ ձեռքս չդողա։ Սովորեցրու մինչև վերջ ատել։ Ատելությունը իմ միակ հավատը դարձրու։ Եվ իրավունք տուր ինձ, իրավունք, որ մի մարդ կարողանա մեկ ուրիշ մարդու դատավճիռն արձակել։ Տեր Աստված, ես դա քո անունից եմ անելու։ Մենակ չթողնես ինձ, վերջին պահին չլքես։ Օգնական եղիր, Աստված! Berlin 1921 թվականի դեկտեմբերի 15 Hardenberg Straße ժամանակաշրջանի Տեգին դիտմանի մոտ, մեղադրվում է 1921 թվականի մարտի 15-ին Թալյատ Փաշային դիտումնավոր և կանխամտածված սպանելու համար, 2 հունիսի Բերլին 1921 թվական, նահանգային 3-րդ դատարան։ Դիտումնավոր և կանխամտածված Եթե այս մեղադրանքին այո կամ ոչ ասելու հարկադրված լինեք, ինչ պիտի պատասխանեք։ Ոչ։ Բայց դուք նախապես ուրիշ բան եք ասել։ Խոստովանեցիք, որ սպանությունը կատարել է կանխամտածված։ Խնդրում եմ հարցեք, ինչու իրեն հանցավոր չի ճանաչում։ Ինձ հանցավոր չեմ ճանաչում, որովհետև խիղճս հանգիստ է։ Ինչու է ձեր խիղճը հանգիստ։ Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Այ ասում եք ձեր խիղճը հանգիստ է։ Ապա հարց տվեք ինքներդ ձեզ։ Արդյոք Թալյատ Փաշային ուզում եք սպանել, նրան սպանելու ծրագիր ունեիք։ Ոչ։ Այդ դեպքում երբ ծնվեց այդ միտքը։ Սպանությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ։ Եվ դուք Փարիզում էիք, Ժնևում, հետո այստեղ Բերլինում։ Նման որոշում կար ձեզ մոտ։ Ոչ։ Իսկ դուք գիտեք, որ Թալյատ Փաշան Բերլինում է։ Ոչ։ Ամբողջ 1920 թիվը եղաք Փարիզում։ Այո։ Ինչ էիք անում այնտեղ, ֆրանսերեն էիք սովորում։ Այո։ Տարօրինակ է, չէ՞ որ դուք ստացել եք նաև մեխանիկական կրթություն։ Ոչ։ Ոչ։ Եվ դուք հանկարծ որոշում եք կրթություն ստանալ այստեղ, Բերլինում։ Այո։ Այդ դեպքում ինչու մեկնեցիք Ժնև, որպեսզի այնտեղից ավելի հեշտ լիներ անցնել Բերլին։ Պարզապես ուզում էի լինել նաև Ժնևում։ Ինչ քայլերի դիմեցիք, որ գաք այստեղ։ Ստացա թույլտվություն անձնագրում։ Եթե չեմ շփոթում, ձեր թույլտվությունը կարճաժամկետ էր։ 8 օր միայն։ Որից հետո դուք հանկարծ դիմում եք տալիս մշտական բնակության եւ ստանում այն։ Այո։ Հունվարի սկզբում դուք բնակվում էիք ձեր հայրենակից Աբելյանի մոտ։ Այո։ Բայց մարտի 5-ին տեղափոխում եք Տիկին Դիտմանի մոտ, ինչու՞։ Ամեն Աստծո օր կոտորածի տեսարանները նորից ու նորից ելնում էին աչքիս առաջ։ Այո, ես հասկացա, որ ես պարտավոր եմ սպանել Թալյատ Փաշային։ Այդ պատճառով էլ փոխեցի բնակարանս։ Ուրեմն որոշեցիք բնակվել նրա տան մոտերքում։ Այո։ Իսկ ինչպես իմացաք, որ Թալյատ Փաշան Բերլինում է ապրում։ Սպանությունից 5 շաբաթ առաջ տեսա նրան։ Որտեղ։ Կենթանաբանական այգու մոտ թուրքերեն խոսակցություն լսեցի։ Ինչ որ մեկին անվանեցին Փաշա։ Ետ դարձա
ու տեսա, որ Թալյատ Փաշան է։ Թալյատ Փաշան։ Թալյատ Փաշան։ Այդ նա էր, որ սպանել էր ծնողներիս, եղբայրներիս, քույրերիս։ Ահա այդ մարդն էր կանգնած իմ դեմ։ Ինչպես գործեցիք սպանությունը։ Մարտի 15-ին, երբ Թալյատ Փաշային տեսա։ Որտեղ տեսաք նրան։ Նախ իր բնակարանի պատշգամբում, հետո նա դուրս եկավ։ Եվ ինչ արեցիք։ Տեսա, որ դուրս է գալիս ատրճանակս վերցրի, վրա ասա ու կրակեցի։ Ատրճանակը որտեղ էիք պահում։ Ճամպրուկիս մեջ, սպիտակեղենիս հետ։ Ատրճանակը լիցքավորված էր։ Այո։ Եվ որքան ժամանակ է որ դուք ունեիք այդ ատրճանակը։ 1919 թվականին գնեցի այն, երբ Թիֆլիսում էի։ Ես լսել էի, որ գերմանացիների մեկնելուց հետո նորից կգան թուրքերը ու նորից կսկսվի կոտորածը։ 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 Ինչպես զոհվեցին ձեր հարազատները, հարցնում է պարոն դատավորը։ Հունիսի կեսերին հրաման ստացվեց, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստվի լքել քաղաքը։ 3 օր անց պահապան զինվորները սկսեցին կողոպտել մեզ։ Հենց զինվորներն ու ոստիկանները սկսեցին ջարդել։ Նրանց միացավ վայրակ ամբոխը։ Առջևից Շարասյան վրա կրակ բացեցին։ Ժանդարմներից մեկը քրոջս քաշեց ու տարավ։ Քրոջս։ Հետո տեսա, թե ինչպես եղբորս գլուխը կացնով ճեղքեցին։ Այլս գոռում էր, գոռում էր։ Ինչ զգացիք, երբ տեսաք Թալյատ Փաշային մեռած։ Ինչ։ Ինչ եք մտածում ձեր արածի մասին։ Սրտի գոհունակություն է ինձ։ Իսկ այսօր։ Այսօր է գոհ։ Ես բավարարված եմ։
դոկտոր Լեպսիուսը եւ լսեմաշոր գեներալ Լեման ֆոն Սանդերսը, որը երկար ժամանակ գտնվել է Թուրքիայում, հարցակրվում են Ադյանի կողմից։ Դեպքը դեպի ունեցած ոչ թե Հայաստանում, այլ Բերլինում բացականչում է մեղադրողը։ Ադյանը վճռեց ձայն տալ իրազեկ վկաներին։ Համընդհանուր արտաքսման որոշումը ընդունվել է երիտուրքական կոմիտեի կողմից։ Հրամանները տրվել են ներքին գործոց նախարար Թալյատ Փաշայի եւ պաշտպանության նախարար Էնվեր Փաշայի անունով։ Ինչ է նշանակում այդ արտաքսումը։ Թալյատ Փաշայի ստորագրած հրամաններից մեկում կարդում ենք. արտաքսման վայրը ոչնչացումն է։ Մինչև պատերազմ հայ ազգաբնակչությունը Թուրքիայում կազմում էր 1,850,000։ Տեղահանված է եղել 1,450,000 մարդ։ Հետևաբար մնացել էր 400,000 մարդ։ Նրանցից 200,000-ը խուսափեցին վտարումից։ Օրինակ, Հալեբի հայերի փրկության վաստակը պատկանում է գերմանական հյուպատոս Ռյոսլերին, որին ի դեպ Անդանտայի մամուլը զրպարտեց, մեղադրելով նրան հայերի ջարդերը կազմակերպելու մեջ։ Զմյուրնիայում գեներալ ֆոն Զանդերսը արգելակեց հայերի տեղահանմանը, այդ մասին դուք ինքներդ կլսեք նրանից։ Եվ վերջապես մոտ 250,000 մարդ, հիմնականում ռուսական զորքերի կողմից գրաված տարածքներում ապրող հայ բնակչության մնացորդը փախավ Կովկաս։ Այնինչ ասացի այստեղ, ես հրատարակել եմ կայսերական դեսպանատան և արտաքին գործոց նախարարության արձանագրությունների հիման վրա։ Դոկտոր Լեպսուսի ասացին, ուզում եմ ավելացնել որոշ բաներ, ելնելով ռազմական տեսանկյունից։ Իմ կարծիքով այն ինչ հասկացվում է հայերի կոտորած ձևակերպման տակ, անհրաժեշտ է տրոհել երկու մասին։ Առաջինը, ինչպես ես եմ գալու, դա հայերի վերաբնակեցման մասին երիտթուրքական կառավարության արձակած հրամանն է։ Հետևաբար, այդ կարգադրության համար պատասխանատվություն պետք է կրի երիտթուրքերի կառավարությունը։ Այո, հրամանի համար, բայց ոչ հետևանքների։ Իսկ երկրորդը, դա այն կռիվներն էին, որոնք տեղի էին ունենում Հայաստանում։ Անվիճելի է, որ ամենասկզբից հայերը, չցանկանալով կատարել զենքի հանձնման մասին հրամանը, սկսեցին պաշտպանել իրենց։ Անհերքելիորեն ապացուցված է, որ հայերը կռվում էին Թուրքիայի դեմ։ Մեր մասին կարող եմ ասել հետևյալը։ Մեզ, գերմանացիներիս, բազմիցս մեղադրել են թուրքերին աջակցելու մեջ։ Եվ այդ հանգամանքը բարի եղավ ընդգծել դոկտոր Լեպսուսը։ Բայց պնդում եմ, ոչ մի գերմանացի սպա մասնակցություն չի ունեցել հայերի դեմ իրագործվող միջոցառումների մեջ։ Ինչ վերաբերում է ինձ ուղղված նամակներին, նրանք ստորագրված են եղել Էնվերի կողմից եւ այնքան էլ կարևոր չեն եղել։ Բոլոր հանգամանքներում պարտքս եմ համարում նշել, որ 5 տարիների Թուրքիայում իմ գտնվելու ընթացքում չեմ տեսել երբեք մի փաստաթուղթ ուղղված հայերի դեմ ստորագրված Թալյատ Փաշայի կողմից։ Չեմ տեսել երբեք մի հեռագիր ստորագրված Թալյատ Փաշայի կողմից ուղղված հայերի դեմ։
սեպտեմբերի 1915 թվական։ Հայերի իրավունքը ապրել եւ աշխատել թուրքական հողում լիովին վերացված է։ Կառավարությունը իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը եւ հրամայում է չխնայել նույնիսկ օրորոցի երեխաներին։ Հալիատ Փաշա Իմ հերմ դեղ, իմ հերմ դեղ Հիշում ես Տիրանուշի։ Ես նրան սիրում էի, մայրիկ։ Գնա, հերթը Գնա, մի ուշացիր։ Էլի լավ, Հիշեցիր Տիրանուշի։ էլի երթամ, Հիշեցիր։ մրրկի Տեսար որդիս, տեսար ինչ արեցին ինձ, մի բուր հող անգամ չկա վրաս, գիշերները սաստիկ ցուրտ է, մրսում է, մանավանդ կողերս։ Սպասիր մայրիկ, ես հիմա քեզ կծածկեմ։ Ոչ վերմակով որդիս, հողով ծածկիր ինձ, հողով։ Իսկապես մայրիկ, դու երես բան անգամ չունես։ Ինչու ես այդքան թուլացել, լալկան դարձել որդիս։ Ով է քեզ իրավունք տվել, ինչ կասի հայրդ, Խաչատուր Թելերյանը։ Ես այնտեղ պետք է ուժեղ լինեմ, կռվի դաշտում, իսկ քեզ ոչ չեմ ուզում։ Ես էլ իրավունք ունեմ, քեզ շատ եմ սիրում, շատ, անսահման, քեզ, մեր բարձրիկ մեղներ, մեր կոշտ բարդան, մեր ամենակապույտ երկինքը, մեր դաշտը, հարևան մամիկի գոգնոցը, որ միշտ լիքներ, քաղցր է հենովով մրկինով, քեզ շատ եմ սիրում, քեզանից թանկ, ոչինչ չունեմ այս աշխարհում, հոգնել եմ ուժեղ լինելուց, հոգնել ես ուժեղ լինելուց, դե ուրեմն գնա, դե հանձնվիր ու գնա, կգաս, կհանձնվես ու կգաս, ոչ, մեր հարությունի աղջիկ, դու մենակ գնա, չամարձապես ինձ կանչել, ես դեռ այստեղ անունիք ունեմ։ Այ այդպես, որդիս, այ այդպես, պիտ կաց Սողոմոն, պիտ կաց որդիս, պիտ կաց։ Աղոթի ինձ համար,
Գիշերը չի լուսանում, Յոհան։ Հատկապես վերջին գիշերը։ Ասա ինչ անեմ, որ շուտ անցնի։ Ստում ես։ Մեր այս սիրելի հաստատության բոլոր բնակիչները հոգու խորքում սիրում են վերջին գիշերը։ Եվ դու էլ չես ուզում, որ լուսանա, չես ուզում։ Իսկ եթե վրիպեի, պատկերացնում ես, Յոհան, եթե վրիպեի։ Հիմա նա ողջ կլիներ, իսկ ես էլի բանտում, էլի ծուղակում, էլի բանդակում։ Դատարան կգար ու ցուցմունք կտար իմ դեմ։ Դու հասկանում ես, Յոհան, թալյաթը մեղարողի դերում։ Չէ, Յոհան, ես պետք է ատրճանակս համբուրեի դեմ ներդելուց առաջ։ Սողոմոն, ես քեզ ատում եմ։ Հասկացար։ Ատում։ Ինչու, Յոհան, ես քեզ ինչ եմ արել։ Ինչ ես արել։ Ես քեզ ինչ եմ արել։ Ինչ ես արել, հա։ Էլ ինչ պիտի անեիք։ Քո կողքին ես տասնապատիկ մարդասպան դարձա։ Հերոս իդեալիստիսն է։ Ես քեզ ինչ եմ արել։ Չես հասկանում, հա։ Հիմար ես Սևանի։ Իսկ դու հարցրու, իմ բարի Յոհան, հանուն ինչի դու դարձար մարդասպան, դե հարցրու, հա։ Լռում ես։ Իսկ ես քեզ կասեմ, սպանել եմ սիրուց, խանդից, եկա տեսա բռնեցի ու վերջ։ Բայց միայն նրան, կնոջս չկարողացա, ձեռքս չբարձացա ձեռքս։ Ահ, Սերո, հանուն սիրո, ինչ սեր, դու շուն, դու սպանել ես սեփական արժանապատվությունից, պատվի համար, փու, ինչ նողկալի է հնչում այդ բառն իմ բերանում, պատվի համար։ Չէ, Սողոմոն, ես միայն ինձ եմ սիրել, ինձ, ուրիշ ոչ ոքի, ինձ։ Դե ծիծաղիր։ Ինձ ոչ ոք չի սպասում, Յոհան, ոչ ոք։ Իսկ ես սպասում են ընկերներդ, հարազատներդ, եւ նույնիսկ անհավատարիմ կինս։ Կինս։ Իսկ ես թքել եմ կնոջս վրա։ Թքել եմ բարեկամներիս վրա, թքել եմ բոլորի վրա, դատարանի վրա, քեզ վրա։ Ամենաբարձր շենքի կտուրից թքել եմ։ Փու, այսպես։ Հասկացար։ Ոչ ոք ինձ համար արցունք չի թափելու, Յոհան։ Սպասի։ Ուզում ես ասել, որ դու ինձ նախանձում ես, հա։ Դու ինձ, կնոջ սիրեկանի սպանած մի թշվառականի նախանձում ես։ Ոչ, Յոհան, ոչ, քեզ մի խփիր։ Ամեն մարդ ծնվում է այս աշխարհում ինչ-որ բան անելու համար։ Ես արեցի իմ գործը ու երջանիկ եմ։ Այո, երջանիկ։ Իհարկե, դու երջանիկ ես, իսկ ես խաբված։ Դուր, երեսուս դուր։ Քեզ իհարկե ամեն ինչ կարելի է, չէ որ դու հերոս ես, հերոս։ Բայց լուսանում է հերոս, լուսանում։ Իսկ առավոտյան Սեղանում, կախաղանի պարանը, հիմա բոլորի համար են նույնն է, հերոսի են, ստահակի են։ Եվ ահա այստեղ ես դու հավասար։ Հավասար։ Մենք մերնում ենք որպես հավասարներ, նույն շնչահեղձությունը, նույն խրխրոցը, նույն ցավը եւ աչքերները նույն ձևով դուրս են պրծնելու հակնախորժերից։ Իսկ եթե վրիպեի, Յոհան, պատկերացնում ես, եթե վրիպեի… Ոտքի, դատարանն է գալիս։ Հաջորդական Քրիստինե Թերզիբաշյան, արվեստագետ, 26 տարեկան։
Դեպքի մասին ինչ կարող եք ասել։ Դեպքի մասին ոչինչ։ Պատերազմի ժամանակ որտեղ էիք բնակվում։ Կարինում։ Այնտեղ տեղահանություններ եղան։ Եղան։ 1915-ի հուլիսն էր։ Հայ բնակիչներին հավաքեցին ու ասացին, որ պետք է քաղաքից հեռանալ։ Հետո տեղահանումից 1 ժամ առաջ պատճառաբանեցին, որ քաղաքը գտնվում է շատ կարևոր ռուս-թուրքական ռազմագծի վրա։ Հետո իմացանք, որ եղածը խաբեություն էր, և միայն հայ բնակչությունն էր, որ պետք է արտաքսվեր։ Ամբողջ հայ բնակչությանը միանգամից դուրս հանեցին քաղաքից։ Խմբերով, 4 խումբ, 8 օրում։ Մեզ հավատացրին, որ երզնկա ենք գնում։ Մեր խմբում կար 500 ընտանիք։ 500 ընտանիք։ Այո, ընտանիք։ Մեր ընտանիքը բաղկացած էր 21 հոգուց։ Եզներով սար վարձեցինք, ինչ որ կարող էինք մեզ հետ վերցրինք, դրամ, ուտելիք։ Վստահ էինք, որ երզնկա ենք գնում։ Իմ աչքերով տեսա բոլորի կորուստը։ Միայն 3-ը փրկվեցին։ Կարինից հասանք Բաբերդ։ Երբ անցնում էինք քաղաքի կողքով, դեզադեզ դիակներ տեսանք։ Ոտքերս արյունով ներկվեցին։ Ստիպված էի դիակների վրայով անցնել։ Թուրք զինվորները եկան, մեր շրջապատեցին, զենք էին փնտրում, բայց թալանեցին, մեզ նստեցին գետնին, եզներն էլ խլեցին, քշեցին լեռները, ամբոխը վերածվեց սնուկների շուկայի, մի տարբերությամբ, որ այստեղ ամեն բան ձրի էր։ Մի երեխա փորձեց ջուր խմել, թուրք զինվորներից մեկը նրան մի կողմ հրեց ու հետո իմացանք, որ հրամայված էր մեզ ջուր չտան։ Սոված, ծարավ մանուկներ, իրենց կապույտ, խարտյաշ, ջինջ աչքերով նայում էին մեզ, նայում էին լուր, նայում էին ինչպես հրեշտակներ, ինչպես մահվան դատապարտված հրեշտակներ։ Հետո մեզ նորից ու նորից առաջ քշեցին, դեպի լեռը, տղամարդկանց կանացից առանձնացրին, իմ աչքերով տեսա, թե ինչպես մեկը մյուսին կապեցին ու քարափից եփրատ գետը նետեցին, հոսանքն էլ այնպես սաստիկ էր, որ ջուրը բոլորին քշեց տարավ, Աստված իմ, վիշտը աննկարագրելի էր, կանացից շատերը խելագարվեցին, ոմանք գոռում էին, թե պատրաստ են ցանկացած կրոն ընդունել, միայն թե փրկեն իրենց կյանքը։ Հետո երբ մտնեց, թուրք զինվորները եկան, ընտրեցին ամենագեղեցիկ կանանց ու տարան։ Դիմադրողների կոկորդներն էին կտրում, հղի կանանց փորերն էին բացում, հանում էին երեխաներին ու մի կողմ շպրտում, ոմանք էլ
իրենք իրենց անդունն էին նետում։ Այդ արհավիրքների համար ով էր պատասխանատու այն ժամանակ։ Չգիտեմ, բայց թուրք զինվորները ողջերիս ստիպում էին ծնկի գալ ու գոչել. Կեցցե Էնվերը, կեցցե Թալատը, այդ նրանք էին մեզ թույլ տվել, որ մեկ օր ավել ապրենք։ Ես բավարարված։ Տիկին Թերզիբաշյան, Տիկին Թերզիբաշյան, այդ ամենը ինչ որ պատմեցիք, իրոք ճշմարիտ է, երևակայություն չէ։ Երդմամբ եմ հաստատում, պատմածս, պարոն դատախաս, իրականությունից շատ ավելի նվազեր։ Տիկին Թերզիբաշյան, իսկ դուք ճիշտ եք համարում, որ Ամբաստանյանը սպանել է Թալիատ Փաշային։ Դա ճիշտ եք համարում։ Հայ համայնքը մեծ գոհունակություն է զգում դրանից։ Ոչ, ոչ, դուք ինքներդ դա ճիշտ եք համարում։ Ես բողոքում եմ։ Դուք իրավունք չունեք այդպիսի։ Բայց ես ուզում եմ իմանալ, խնդրում եմ Տիկին Թերզիբաշյան, պատասխանեք։ Բայց հարցը անմիտ է եւ կապ չունի դատավարության հետ։ Ես կպատասխանեմ։ Ես կպատասխանեմ, պարոն դատախաս։ Այո, ճիշտ եմ համարում։ Սիրեցեք ձեր թշնամիներին, բարություն արեք ձեզ ատողներին, աղոթեք։ Աղոթեք նրանց համար, ովքեր հալածում չարչարում են ձեզ, որպեսզի արժանի լինեք ձեր հողորտները իջվելու։ Գիտեմ, պարոն դատախաս, գիտեմ, բայց այնուամենայնիվ ճիշտ եմ համարում։ Ես այլևս հարցեր չունեմ։ Դրականորեն էր գնահատում Սողոմոն Թելերյանի դատավարությունը։ Այսպես օրինակ Հաշիսա Volksfreund Darmstadt թերթը 1921 թվականի մարտի 19-ի համարում գրում է. Միայն այժմ պատերազմից հետո մեզ հայտնի են դառնում այն վայրագությունները, որոնք կատարվել են հայերի նկատմամբ եւ որոնք մեծագույն ջանադրությամբ թաքցվում էին հանուն պետության շահերի։ Պետության շահեր։ Բոլոր մեծագույն հանցագործները, երբ նրանց հարկավոր է եղել արդարացնել իրենց կործանարար ձեռնարկները, միշտ թաքնվել են այդ թևավոր խոսքի ետևում։ Եվ ամեն անգամ, երբ այդ արյունարբու հերոսները հրճվում են, պատմության դասագրքերը մեզ հանգիստ բացատրում են։ Իհարկե, ափսոս, որ արյուն է թափվել, սակայն քաղաքակրթության եւ աշխարհի շահերն էին պահանջում այդ զոհաբերությունը։ Ինշեպի առավոտյան ժամը 9 ներադրական խոսք։ Հարգելի երդվյալատենակալներ, տիկնայք և պարոնայք, դեպքը իր հոգեբանական բնույթով ընդգրկում է համաշխարհային պատերազմի ժամանակները և կարծես նորից ու նորից արձագանքում է թնդանոթների դղրդյունը։ Անանունների զանգվածի միջից մի ձեռք բարձրացավ և գետին տապալեց մի մարդու, որ ժողովուրդների մեծ պատերազմի ծանր օրերին վարում էր ժողովրդի ճակատագիրը և որի իբրև գերմանացի ժողովրդի դաշնակից պատմության բարձունքներին հասավ։ Սակայն, հարգելի երդվյալատենակալներ, այդ օրերի ծանր հիշողությունները և վերացնված ապրումները չպետք է ստիպեն մեզ շեղվել զուտ իրավաքրեական մոտեցումից հանցագործության և հանցագործի նկատմամբ,
որ պահանջում է օրենքը։ Իսկ իրավաբանական նորմով խնդիրը շատ պարզ է։ Այո, շատ պարզ է։ Սողոմոն Թելերյանը 1921 թվականի մարտի 15-ին ատրճանակի գրակոչով սպանել է Թալյատ Փաշային։ Ես կողմնակություն եմ զգում իմ այս արածից հայտարարում են ամես։ Նշանը բռնված է ճիշտ, մահը վարկյանական է, և կասկած չկա, որ մեղադրյալը ցանկացել է այդ մահը։ Բայց հարց տանք մեզ, ինչը դրդեց Սողոմոն Թեհլերյանին կատարելով այդ հանցագործությունը։ Մեզ պարզ է, որ մենք այստեղ գործ ունենք քաղաքական սպանության է։ Այստեղ այս դանիչում նկարագրեցին հեռավոր այն երկրում տեղի ունեցած իրադարձությունները, կասկած չկա, որ հայ ժողովրդի նկատմամբ կատարվել են ահավոր չարագործություններ, և տարակույս չկա, որ այդ սարսափների հեղինակ Ամբաստանյանը համարել է Թալյատ Փաշայի։ Լավ, բայց տանք մեզ ուրիշ մի հարց, պատասխանատու է արդյոք Թալյատը այդ սարսափների համար, Ըստ հայերի և նրանց մտերիմների այո, սակայն սա միայն գործի մեկ կողմն է միայն։ Ես կարող եմ բերել հազարավոր փաստեր, որոնք պնդում են հակառակը։ Ես զրուցել եմ շատ գերմանացիների հետ, որոնք այդ ժամանակ գտնվում էին Թուրքիայում, և նրանք հայտարարում են, որ խոսք անգամ չի կարող լինել այն մասին, թե իբր թուրքական կառավարությունը մտադրություն ուներ ոչնչացնելու հայերին։ Պատերազմ էր, պարոնայք, պատերազմ, իսկ հայերը բռնել էին ռուսների կողմը։ Եվ շատ բնական է, և տրամաբանական, որ զուտ ռազմական անհրաժեշտությունից ելնելով հրամանտրվեց տեղահան անել հայերին։ Ինչ, պարոն պաշտպան, չեն կարող շեղել Թալյատի անթերակները, որ ներկայացվեցին այստեղ։ Մենք շատ ենք տեսել նշանավոր մարդկանց ստորագրության փաստաթղթեր, որոնք կեղծված են եղել։ Ուրեմն հարգելիս, ոչ վկաների ցուցմունքները եւ ոչ էլ ձեր կողմից բերված ճակերտների մեջ պատմական փաստերը չեն տալիս նվազագույն ապացույցային մասին, որ այդ բոլոր սարսափների բարոյական հեղինակը եղել է Թալյատ Փաշան։ Իսկ այժմ անդրադառնանք սպանությանը։ Գիտակցված է գործել արդյոք մեղադրյալը։ Այո, հարգելի աներականներ, մենք տեսանք, թե ինչպես, որ իշխանության մոլուցկով տարված, նա կտրում անցնում է Եվրոպան, հասնում Բերլին, բնակություն հաստատում Թալյատ Փաշայի բնակարանի դիմաց, հետևում, և ինչպես կարելի է ենթադրել պարզում, թե երբ է սովորաբար Թալյատ Փաշան դուրս գալիս զբոսանքի, և վերջապես մարտի 15-ին գնում նրա հետևից և սպանում։ Ուրեմն անկասկած, Ամբաստանյանը մեղավոր է սպանության մեջ։ Եթե իհարկե չեմ բացահայտվի հանգամանքներ, որոնք կազատեն մեղադրյալին պատժից։ Եվ հենց այստեղ անհրաժեշտությունը ծագում ուսումնասիրելու մեղադրյալի անձը։ Իրոք մեղադրյալը տաքարյուն և ձյուրագրգիռ մարդ է։ Ոչ, հարգելի երդվյանատերականներ, ընդհակառակը, մեղադրյալը թողնում է մեծ մտքի տեր մարդու տպավորություն, նրա պատասխանները հստակ են և մտածված, նա գիտե թե ինչ է ասում։ Ուրեմն սպանությունը կատարվել է կատարյալ սառնասրտությամբ, կշռադատված և նախօրոք ծրագրված։ Ուստի, հարգելի երդվյանատերականներ, առաջարկում եմ ձեզ ներկայացված հարցումներին դրական պատասխան տալ, հանցավոր ճանաչել Ամբաստանյանին կանխամտածված սպանության մեջ և ենթարկել մահապատժի։ Դատապաշտպանի եզրափակիչ խոսք։ Պարոնայք, երդվյալ ատենակալներ, ես ուրախ եմ իդեմս մեծարգո պարոն դատախազի տեսնելու որոշ իմաստով իմ գործընկերոջ, նույնպես դատապաշտպանի, բայց ոչ Թեհլերյանի, այլ Թալյատ Փաշայի։ Այստեղ ասվեց, որ սպանվել է Գերմանիայի դաշնակիցը։ Ճիշտ չէ։ Եվ ես չեմ ուզում առիթը բաց թողնել ընդգծելու, որ երիտ թուրքերը երբեք չեն եղել գերմանական ժողովրդի դաշնակիցը։ Հետևաբար վկայակոչել այն հանգամանքը, որ մեր կառավարությունը դաշինք է կնքել Թալյատ Փաշայի հետ, տվյալ դեպքում անիմաստ է եւ այդ պնդումը ինձ վրա ոչ մի ազդեցություն չթողեց։ Որովհետև այդ դաշինքը կնքելուց առաջ ոչ ոք չի հարցրել ոչ իմ կարծիքը, ոչ էլ գերմանացի ժողովրդի կարծիքը։ Դուք, հարգելի պարոն դատախազ, պնդում եք, թե Թալյատ Փաշան Գերմանիայի հյուրն է եղել։ Իսկ ես չեմ հավատում։
Չեմ հավատում, որ գերմանական կառավարությունը թույլ տար, որ իր հայրենիքը լքած, փախած, նման ոչրագործ, որպես հյուր կեղծ անունով թաքնվեր այստեղ։ Հարգելի ատնակալներ, շատ հեշտ է պատահած վայրագությունների մեղք կդնել կատարողների վրա, ժողովրդի, զինվորների, անկասկած նրանք մեղավոր են։ Բայց ջարդերի ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի ելիթ թուրքերի կառավարությունը։ Ասենք թե հայերը դավաճանում էին թուրքերին, ասենք թե հայերը օգնում էին ռուսներին, մեզ չէ որ կային 100 հազարավոր անմեղ ու անօգնական երեխաներ, որոնք թրքահպատակ էին եւ որոնց մասին թուրք կառավարությունը պարտավոր էր հոգ տանել։ Ես դեմ եմ մահապատժին, բայց գտնում եմ արդար ձայն գործել հանդեպ այն հրեշի, որ ռազմական անհրաժեշտության տակ թաքնվելով մի ամբողջ ազգի ոչնչացման հրամանը ստորագրեց։ Պարոնայք երդյալներ, դուք այսօր պետք է պատասխանեք ոչ թե այն հարցին, թե ամբաստանյալը սպանել է արդյոք Թալյատ Փաշային, այլ հանցավոր է արդյոք ամբաստանյալը Թալյատ Փաշային սպանելու համար։ Նա հանդես եկավ ներկայացնելու արդարության ոգին, ընդդեմ բռնի ուժի սկզբունքի։ Մարդ սպանելը գերմանական օրենքով պատժելի է։ Նա իր ժողովրդի անունից է ելել ընդդեմ չարագործի։ Պատժելի է անկախ նրանից, թե ով է զոհը։ Չեմ կարծում, թե դուք մահապարտ համարեք Սողոմոն Թեհլերյանին։ Իսկ եթե դուք դա այնուամենայնիվ անեք, ապա ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ կկատարվի դրանից հետո։ Նա իր երիտասարդ գլուխը կդնի կառափնարանին եւ պարզապես կմեռնի երանելի մահով։ Նման մահը կարելի անգամ ցանկանալ նրան։ Արդարացումը չի կենթանացնի իր ծնողներին, եղբայրներին եւ քույրերին։ Պարոնայք, չմոռանանք, որ մարդկության հայացքը ուղղված է մեր որոշման վրա։ Ասենք պարզապես նա մեղավոր չէ։ Մնացածը մեր գործը չէ։ Պատերազմի ժամանակ Գերմանիայի ռազմական եւ այլ հաստատություններ լռության մատնեցին հայկական սարսափները։ Ուրեմն մենք գերմանացիներս արևելքում եւ ամբողջ աշխարհում թուրքերի հետ միասին պատասխանատու ենք դարձել հայկական սարսափների համար։ Եթե այսօր այստեղ ասվի, որ Սողոմոն Թեհլերյանը ազատ է արձակված, ապա այդ դեպքում աշխարհը կփոխի իր կարծիքը։ Աշխարհը կողջունի այս դատավճիռը որպես ճշմարիտ բարձրագույն արդարության մի գործ։ Իսկ հիմա հարգելի երդյալ ատենակալներ, ասում եմ պարոն դատավորը, խնդրում եմ ձեզ, գնացեք, մտածեք եւ մեծ ներկայացրեք ձեր դատավճիռը։ Մեղավոր է արդյոք Սողոմոն Թեհլերյանը Թալյատ Փաշայի սպանության համար։ Ինչ էիր մտածում դու, Սողոմոն Թեհլերյան այն պահին, երբ ատենակալները որոշում էին քո ճակատագիրը։ Կարող էիր արդյոք պատկերացնել, որ մի քանի տարի անց 1948 թվականին Թալյատ Փաշայի աճյունը տեղափոխվում է Ստամբուլ եւ որպես ազգի հերոս իր բոլոր հանդիսավորությամբ թաղվում է ազատության բլրի վրա, որտեղ թաղված են Թուրքիայի նշանավոր մարդիկ։ Թալյատ Փաշայի մահվան օրը մինչև այսօր էլ նշվում է որպես Թուրքիայի ազգային սգո օր։ Եվ որ 85 տարի անց թուրքական կառավարությունը բացառիկ ցինիզմով պիտի շարունակի ժխտել փաստերի իրականությունը։ Ինչ էիր մտածում դու, Սողոմոն Թեհլերյան, այն պահին, երբ ատենակալները որոշում էին քո ճակատագիրը։ Երևի ինքդ քեզ հրաժեշտ էիր տալիս։ Ասում էիր,
Մնաս բարով ասա քեզ Սողոմոն։ Քեզ բոլոր նրանց ում սիրել ես կամ նույնիսկ ատել։ Բոլոր նրանց, բայց ում նրանց, ով մնաց նրանցից։ Հանգիստ, Սողոմոն հանգիստ, ասում էիր ինքդ քեզ, Սողոմոն, նայիր Սողոմոն, ամեն ինչ չի վերջացել, Սողոմոն, նայիր չէ որ կա աշխարհ, կան մարդիկ, կա երկինք, անսկիզբ և անվերջ։ Չնայած ինչ մեղքս թաքցնեմ շատ պիտի ուզենայի ապրել, խենթի պես, թեկուս անառակի կյանքով ապրել, սիրել, սիրվել։ Մեկ ժամ խորհրդակցելուց հետո երկրների գլխավոր Օտտո Ռեյնլիգեն հայտարարում է. հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Տևերյանը Թալյատ Փաշային սպանելու համար։ Ոչ, ամբաստանյալը արձակվում է անպարտ պետական գանձարանի հաշվին։ Բանտարկության հրամանը ամբաստանյալի նկատմամբ համարվում է չեղյալ։ Սողոմոն Տևերյան, դուք ազատ եք։ Սողոմոն Տևերյան, դու ազատ ես։ Արդարացի չէ, մեկ մահ միլիոնավոր անմեղ զոհերի դեմ հաշիվը հավասար չէ, հաշիվը երբեք հավասար չի լինում, երբ խոսքը վերաբերում է կոտորածին։ Պատերազմից հետո եվրոպական մայրաքաղաքներից մեկում երեկո հայ հեղափոխական դաշնակցության պատասխանատու մարմնի 7 անդամ, 5 տղամարդ և 2 կին սեղանի շուրջ նստած են։ Թավ ձայնով մի տղամարդ ասում է. անտանտան դավաճանեց և հայոց եղեղնի հեղինակներին չդատեց, փախցրեց եվրոպական մայրաքաղաքներ։ Ուստի առաջարկում են կազմել համապատասխան ցուցակ, իսկ գործի կազմակերպությունը հանձնել մի երիտասարդի, որ պիտի կրի ազատ անունը, իսկ գործողությունն անվանել հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսի անունով։ Այսպիսով 1921 թվական հուլիսի 18 Կոստանդնուպոլիս հյուրանոցի մուտքի առաջ Միսակ Թորլակյանը սպանում է 20,000 հայերի մահվան պատասխանատու Մուսաֆատական Ադրբեջանի ներքին գործերի նախարար Թուրքերի նահանջից հետո բոլշևիկների կողմն անցած Բեդրխան Ջիվանշիրին 1921 թվական 6 դեկտեմբերի հռոմ Արշավի Շիրակյանի դիպուկ գրակոցով սպանվում է երիտթուրք կառավարության վարչապետ Սայիդ Խալին Փաշան 1922 թվական 17 ապրիլի Բերլին Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը սպանում են Բեհայեդդին Շաքիրին և Ջեմալ Əzmiին 1922 թվական հուլիսի 25 Թիֆլիս Չեկայի շենքի դիմաց Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանում են սովետական միությունում գործող ռազմական խորհրդատու
Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ Փաշայի։ 4 օգոստոսի 1922 թվական Թուրքմենստան նախ բոլշևիկների, հետո ապագայում բազմաչների կողմ անցած Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Էնվեր Փաշան սպանվում է հայ-սպա Ռուբեն Մելքումյանի կողմից։ Եվ վերջապես ճակատագրի հեգնանքով ինքը Կեմալ Աթաթուրքը ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը ճիշտ իր ձևով եզրափակում է Նեմեցիսի գործողությունը։ 1926 թվականի օգոստոսի 26-ին իսկ հրամանով կախական է բարձրացվում ոչնչացման ենթակա ցուցակի վերջին ողջ մնացած անձը դոկտոր Նասեր։ Բայց ոչ այդերևս կազմակերպելու համար, ոչ պարզապես պետական դավադրության համար։ Անվիճելի է, որ ինչ-որ միտեղ աչք փակելով Թալատ Փաշայի կանխամտածված սպանության վրա բերլինյան դատավորները արդարացնելով Սողոմոն Թելերյանին դատապարտեցին Թալատ Փաշային։ Եվ ահա թե ինչու, չնայած որ դատվում էր Սողոմոն Թելերյանը, այս դատավարությունը մտավ պատմության մեջ որպես Թալատ Փաշայի դատական գործ։ Սողոմոն Թելերյան։ Սողոմոն, դու ազատ ես։ Հիմա ինչ անեմ, մայրիկ, ուր գնամ։ Բարև Սողոմոն, ես Անահիտն եմ, Անահիտ Թաթիկյան։ Անահիտ։ Ինչու ես տխուր, Սողոմոն։ Չէ որ դու հաղթեցիր։ Դու հաղթեցիր, Սողոմոն։ Տեսնում ես։ Աշխարհում այնուամենայնիվ կա արդարություն։ Անահիտ։ Պես, Սողոմոն, քաղցրեղեն եմ բերել։ Ես եմ պատրաստել քեզ համար, Սողոմոն։ Հիմա ես ինչ անեմ։ Ուր գնամ, Անահիտ։ Ինչպես թե, ուր։ Ուր։ Ինձ մոտ, մեզ մոտ, Սողոմոն, չէ որ դու ազատ ես, ազատ։ Ազատ։ Ես ինչ անեմ այն ազատությունը, որ Գերմանիան այդպես մեծահոգաբար պարգևեց ինձ։ Գնանք, Սողոմոն, գնանք։ Արդարություն։ Ինչ արդարություն։ Հիմա բոլորը հանգիստ են, բավարարված են բոլորը։ Տեսնում եք, հարգելի պարոնայք, սիրելի տիկնայք, ոչիրը կատարվեց, ոչրակորձը պատժվեց, վրիշարուն արդարացվեց։ Էլ ինչ է ուզում։ Ուրեմն մոռանանք, ինչ է դուրս գալիս, ինձ արդարացրին, եւ հայ ժողովրդի հանդեպ գործած մեծ ոչիրը մեղմացավ։ Ոչ։ Ոչ։ Ոչ, Անահիտ, ոչ, ոչ։
Ես հիմա հասկացա, իմ մահն էր պետք։ Ես հաղթած կլինեի միայն այն դեպքում, երբ ինձ կախաղան հանեին, և այդ նոր անարդարությունը չեր թողնի, որ շանգոտի մարդու հիշողությունը։ Արթնացրու անցյալ, ամեն վատը մնաց այնտեղ, անցյալում, ձմերն անցավ ձմեր, Սողոմոն, նա իր աչքերիս մեջ, ոչ Սողոմոն, ուղիղ նա իր աչքերիս մեջ, տեսնում ես, այդ ես եմ Անահիտը, քո Անահիտը, այստեղ, քո կողքին, նա քեզ այլևս երբեք մենակ չի թողնի Սողոմոն, իմ սիրելի Սողոմոն, միթե չես հասկանում, որ մեր հոգիներ արդեն վաղուց են հարազատ դարձել, որ մեզ չի կարելի, ոչ մի կերպ չի կարելի ապրել առանց մեկս մյուսի։ Զգում ես Սողոմոն, զգում ես ինչպես է գարունը թակում դուրդ և նորից ինչպես այն ժամանակ կծաղկի քո այգին, թռչունները կվերադառնան և իրենց երգերով կջերմացնեն քո հոգին։ Լսում ես Սողոմոն, լսում ես ինչ խաղաղ է բուխարու կրակը, իսկ մանկան զրնգուն ծիծաղը, լսում ես չէ Սողոմոն, ականջ դրու տես թե ինչպես է արդյանում ու վերածնվում մեր կյանքը, գալ խաբդույթ, բարով